Բարև ձեզ, ճիշտ ասած ես մի շատ կարևոր հարցով եմ այս պահին ուղիղ եթեր մտել, եթեր ունենալու և հարթակներ ունենալու առումով, գիտեք, ես խնդիր չունեմ, կարող եմ և հայկական երկրորդ հեռուստաալիքով այս ամեն ինչի մասին բարձրաձայնել, որի մասին միանշանակ քննարկումներ կունենամ և կարծում եմ, որ մենք այս թեմայով անպայման փաստ հաղորդում կունենանք, Նաև մեդիա հաբով միանշանակ այս թեմայի շրջանակներում ես պատրաստվում եմ հյուրընկալել տարբեր մարդկանց, բայց մի քանի վայրկյան ուզում եմ սպասել, որպեսզի այն մարդկանց ում դիմել եմ, որ միանան եւ լսեն, կուզեմ, որ անպայման իրենք լինեն։ Խոսքը վերաբերում է ԿԳՄՍ նախարարության եւ ոչ միայն ԿԳՄՍ նախարարության, այլ առհասարակ Այս պարագայում ԿԳՄՍ նախարարության ներքո գործող թատրոններին, նվագախմբերին, երգչախմբերին, մշակութային բոլոր այն օջախները, որոնք այդ չարիք նախարարության ներքո են գործում, եւ նաեւ անկախ ստեղծագործողներին, ԿԳՄՍ-ի ներքո եւ Երևանի քաղաքապետարանի ներքո գործող հանրային դպրոցներին, հիմնական դպրոցներին, ավագ դպրոցներին եմ դիմում, այդ դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Եվ այդ մասով ես շատ կուզեմ, որ եթե կան մարդիկ, անպայման այս լայվը լսեն, երևի թե պատկերացումները փոքր-ինչ խառնիչ աղանջ են այդ մարդկանց մոտ եւ որոշակի հստակություններ կմտցնեմ, թե ինչի մասին պիտի խոսեմ, այնուհետեւ այս թեման ես խնդրում եմ, որ նաեւ իմ հետևորդները փորձեն տարածել այս թեմայի արծարծումը տարածել արձագանքել մի քանի վայրկյանից ես տեսնում եմ միացել են մեզ արդեն շուրջ 20 մարդ, բայց ակտուալությունը շատ կարևոր է եւ ուզում եմ որ արձագանքեք նաեւ ասեք եթե ձայնը նորմալ է լսվում, կադրը նորմալ է, ես սկսեմ խոսել այս չարիք թեմայի մասին։ Մեր օրակարգը լի է ամեն օր տարատեսակ աբսուրդի հասնող խնդիրներով եւ այս խնդիրները այնքան անչափելի են դարձել, որ մենք որևէ տեղեկատվության հետևից չենք կարողանում ուղղակի հասնել ինքներս լրագրողներս, լրատվամիջոցները եւ սովորական այն մարդիկ, ովքեր ունեն քաղաքացիական դիրքորոշում, ովքեր ցավում են այս աղետալի իրավիճակում տեսնելով իրենց երկիրը, իրենց պետությունը, բայց մենք որևէ կերպ չենք կարողանում այս ամենը կանխել, սա ամենացավալի մասն է, որի մասին քանիցս խոսել ենք եւ որի բնորոշումը տալիս է այն իրավիճակը, որն այսօր առկա է մեր երկրում, ցավոք սրտի։ Թատրոնների տնօրեն ընկերներ ունեք, դերասաններ, երաժիշտներ, արտիստները, այդ որ լուր են միշտ, արտիստները, ստվար զանգվածը, ստվար հատվածը, կան մատների վրա կարելի է հաշվել այդ արտիստներին, Մկրտիչ Արզումանյանին էլ եմ անդրադառնալու, որովհետև այս կոնտեքստը ամբողջությամբ ջրի երես դուրս եկավ ցանկապատ ներկայացում գնալ նայելուց հետո եւ պարզվեց, որ այս թեման երկար ժամանակ դրված է երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի սեղանի վրա եւ մենք ընդհանրապես մտածում ենք, թե սենց ուղակի իրենց մոտեցումների մասով անընդհատ ակտիվ են իրենք, ուրանում են ցեղասպանությունը, ուրանում են Արցախը, բայց այս ամեն ինչը կառավարության որոշման ուժ է ստանալու եւ այն մուրճը հիշում եք, որ նկարի հրապարակման մեջ տեսանք իր նկարի մուրճը եռագույն դրոշի գույներով,
այդ մուրճով տալու է ձեր գլխին հեսա։ Դուք համբերեք, դուք տենց շարունակեք նստել եւ ոչինչ չանել եւ ոչինչ չխոսել։ Դուք շարունակեք։ Խոսքը վերաբերում է արտիստներին, մշակութային գործիչներին, պատմաբաններին։ Քանի պատմաբան ունենք մենք մեր երկրում այսօր, որ ցեղասպանության թեմայով տեխնացուական թեզեր են պաշտպանել, Արցախի ազատագրման, Արցախի հայկականության մասով տեխնացուական թեզեր են պաշտպանել, դոկտորականներ են պաշտպանել, դուք ամոթ չունեք ուղղակի, ամոթ չունեք։ Եվ քանի դեռ դուք ամոթ չունեք, անամոթների շքերթը մեր երկրում շարունակվելու է եւ այդ անամոթները մեզ ուզուրպացնելու են եւ անելու են այն ամենը, ինչը որ իրենք շարունակական կերպով անում են մեզ հետ։ Եվ այսպես երեք ես ժողովուրդ օրաթերթում կարդում եմ հետևյալ վերտառությամբ մի հրապարակում, իդեպ այդ հրապարակման սկրինշոթը վերնագրով տեղադրել եմ լայվից նախորդ հրապարակման մեջ եւ վերնագրել եմ նաեւ հենց ժողովուրդ օրաթերթի վերնագրով իմ այս լայվը, այսուհետ մշակութային միջոցառումները պետք է համապատասխանեն իրական Հայաստանի պատկերացումներին։ Սա մի նոր հայեցակարգի վերնագիր է, ինչը իրենից ներկայացնում սա։ Նախ մի փոքր առաջ գանք, մի քանի օր առաջ գնանք եւ տեսնենք, թե որտեղ էր գտնվում երկրի գլխավոր հակահայը, գնացել էր բյուրական դիտելու ցանկապատ ներկայացումը։ Ճիշտն ասած, ամենայն անկեղծությամբ ես ցանկապատը չեմ նայել, բայց իմ օրակարգում կար, որ պետք է գնամ եւ դիտեմ, բայց ընկերներս էին բոլորը գնացել, դիտել եւ շատ մեծ տպավորություններով էին եկել, շատ ոգեշնչված էին եւ հայրենիքի գոյության եւ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի համար կռիվ տալու այս թեզերն են հիմքում ընկած եւ վստահ եմ, որ Փաշինյան Նիկոլը հենց իմանալով, որ այս ներկայացումը այդ կոնտեքստը ունի, ոգեշնչող է, ոգեկոչող է, մարդկանց գետնի վրա իրենց ոտքը ամուր պահելու նպատակ հետապնդող ներկայացում է, նա որոշեց գնալ այնտեղ եւ պղծել այդ ամեն ինչը, որովհետեւ այս հայեցակարգը, որի մասին ես հիմա կխոսեմ, արդեն իսկ իր սեղանին կար։ Ինչի մասին է խոսքը։ Պատահական չէր այցելությունը, ուզում եմ սա ասեմ, այնպես չէր, որ գնացել էր նայեր, հահահիհի աներ, այն իրա նազիր վեզիրների հետ, որ ասեր շատ լավ ներկայացում էր, հետո էլ վերջում ասեր եւ սրանով ինչ էիք ուզում ասել, երևի թե բոլորդ գիտեք, եւ ինձ համար շատ տխուր էր այն հանգամանքը, որ Մկրտիչ Արզումանյանը ասում է, դե բանը, սա 20 թվականի Հայաստանի մասին է, հիմիկվա մասին չի, հետո նա ասում է Պոլիտբյուրոյի 40-ից 70-ական թվականներին հայրենասիրության կոնցեպտը մշակե Սովետը, դա դրա հետ առնչություն ունի, ասենք Մկոնել ասում է, հա իհարկե, ասենք տղա ջան, ի՞նչը հա իհարկե։ Ասենք ցեղասպանության թեման է այդտեղ քննարկվում եւ ցեղասպանության ընթացքում իր հայրենիքը կորցրած երկու հարևանների մասին է խոսքը, եթե չեմ սխալվում։ Ինձ ցանկապատը պատմել են։ Դու ասում ես հա իհարկե, ի՞նչը հա իհարկե, ինչին ես համաձայնվում։ Ինչին ես համաձայնվում, եղբայր։ Հիմա առանց ինչ որ որևէ մեկին անվանարկելու, ես ուղղակի ուզում եմ ներկայացնեմ այդ հայեցակարգը, որը առաջիկայում կմտնի կառավարության նիստի օրակարգ եւ դուք վստահ եղեք, որ այս հայեցակարգը իրենք լուռ ու մունջ չզեկուցվող հարցերով ներառելու են ցանկ, ընդունեն միաձայն եւ անցնի գնա եւ մեկ էլ մի օր այս մեր ժողովուրդը ասի վայ մեզ Արցախի մասին ներկայացում չեն թողում անենք։ Մեր թատերական խաղացանկերից հանել են ցեղասպանությանը վերաբերող բոլոր ներկայացումները։ Էդ է լինելու։ Ես հենց դրա մասին եմ ուզում խոսեմ։ Մանավանդ թատրոնի գեղարվեստական ղեկավարների եւ այդ կոնֆորմիստ տնօրեններին եմ դիմում, էլի այդ անհասկանալի կեցվածքով իրենք ստեղծագործող են։ Նարինե Գրիգորյանին եմ դիմում։ Աղջիկ ջան, քո հետ եմ կոնկրետ։ Սունդուկյանի տնօրենին եմ դիմում։
Այն անհայրենիքին եմ դիմում, այն ոչ մի բանին, այն անունը ինչ էր դրա, տիկնիկային թատրոնի տնօրենին, Հովեր երգչախմբի ղեկավար անհայտ Ծակման Սոնային եմ դիմում, Կոմիտաս չեք երգելու սրանից հետո, Անտունին չեք երգելու, իհարկե ես մի քիչ չգիտեմ, երգում են դրանք տենց բաներ, թե չէ, ոտքի դատարանն է գալիսը, պարոն Խանդիկյան, դրամատիկական թատրոնում չեք խաղալու, գիտեք դրա մասին, հա, տեղյակ եք, Փարիզյան դատավճիռը չեք խաղալու, գիտեք դրա մասին, տեղյակ եք, թե դուք լրիվ լավ եք այդ ամեն ինչի, այդ օքեյ է ձեր համար այս ամեն ինչը։ Ուրեմն ես տալիս եմ հիմնավորումը, ես իհարկե այս հրապարակումը նաև կտեղադրեմ իմ այս լայվի տակ, որպեսզի ինքներդ կարդաք եւ ծանոթանաք, ինչա սա Իրանից ներկայացնում։ Հիմնավորումները կառավարության, ԿԳՄՍ նախարարության, են փնթին, ինչ էր դրա անունը, Ժաննա Անդրեասյանը։ Տիկին Անդրեասյան, ես մի խորհուրդ եմ տալիս ձեզ որպես կին, ուղղակի, որպես կին։ Ես կարծում եմ չեք նեղանա, որ ասեմ։ Ես խնդրում եմ ձեր մազերը սանրեք, մեկ-մեկ։ Դուք կին եք ամեն դեպքում, իքական սեռի ներկայացուցիչ եւ ցավոք մեր ԿԳՄՍ նախարարն եք։ Ձեր ծենը այս աչքերի մասի ուղիղ քսեք, որ համաչափ լինի։ Մեկը մուք եք քսում, մեկը բաց, եւ խնդրում եմ, ձեր շրթներկը ուղիղ քսեք, ուղիղ։ Առանց էլ ձեզ չեն սիրում, դուք գիտեք, չէ՞ դրա մասին։ Առանց էլ դուք Նիկոլի դիմատետերն եք, առանց էլ դուք նրա դեմքն եք ներկայացնում, էլ ձեր ամուսնու մասին չեմ էլ խոսում։ Բայց գոնե կարելի է էլի, այն օրինակ այն առողջապահության նախարարուհին, որը էլի եսի ինչ չի, բոլորը շատ լավ գիտեն, գոնե այտենց մի քիչ հիգիենիկ է ինքը։ Ես ձեզ չեմ վիրավորում, ես ձեզ կոչ եմ անում որպես կին։ Ծենը ուղիղ քսեք, այս աչքերի ստվերաներկը, ընդհանրապես կնոջը վայել էլի, մի քիչ արտաքին ձեռք բերեք, սաներվեք մեկ-մեկ լրատվամիջոցների հետ շփման ժամանակ մանավանդ։ Եվ ձեր շրթներկը, այն որ վերևի շրթունքը քսած է, տակինը քսած չի, դա մի հատ խայտառակություն է, էլի, ուշադիր եղեք, գոնե առանց էլ հակաէսթետ է այս երկրում ամեն ինչը, բայց դուք պարբերաբար էսթետիկայի մասին եք խոսում, գոնե մի քիչ ձեր արտաքինը տենց մեզ վերջնականապես չտապալի, էլի, որ ձեզ տեսնում ենք, ուղղակի սենց չգիտենք ինչ անենք, այդ ուղղակի սենց կողքից խորուրդ ձեզ, հարգելի Ժաննա Անդրեասյան, այժմ անցնում եմ այն հայեցակարգին, որի հեղինակը գլխավոր դուք եք, Տիկին Անդրեասյան, եւ այսպես Հիմնավորում, ես պետք է մեջ բերեմ, որպեսզի դուք իմանաք, իրական Հայաստանի գեղագիտության, տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման։ Հիմա այդ հայեցակարգում տեսեք ինչա։ Լոլոներ է գրած, որ իրական Հայաստանի գեղագիտության, տեղորոշման, աջակցության հայեցակարգը հաստատելու մասին այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ուշադիր, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձևերի վրա։ Մտածել են, ինչ-որ բառեր են գրել իրանք։ Մեջներ մի հատ հայերենի մացող է գտնվել, տենց ինչ-որ բառեր են գրել իրանք։ Բայց ամենազազրելին հիմա կարդում եմ այդ առաջին կեթը, սա բնորոշումներն է տալիս եւ ասում է. ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները իրենք արձանագրել են, որն է այսօր մեր երկրի ընթացիկ իրավիճակը եւ ինչ խնդիրներ կան այդ ընթացիկ իրավիճակում է սրիկաները։ Եվ ասում են, Հայաստանի Հանրապետության ուշադրություն պետականության զարգացումը ենթադրում է ոչ միայն իրավական, օրենսդրական, տնտեսական բաղադրիչների զարգացում, այլ նաև Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական ձևերի խրախուսում եւ աջակցություն։ Սենց բաներ են գրել։ Եվ ինչ են ասում, գեղագիտական այդ ձևերի համար, ուշադիր լսեք, սկզբունքների եւ չափորոշիչների սահմանումը անհրաժեշտ է սեփական երկրի ճանաչողության տեսանկյունից, որպես առաջին հերթին սեփական ներկայի ճանաչողություն։ Իբրև մենք մեր երկիրը, մեր ներկան, մեր եղած չեղածը ոչ մի բան լավ չենք ճանաչել։ Հիմա սրանք, այս փնթիները, որոշել են, որ մեր երկրի ներկան, անցյալը եւ այլն մենք դες լավ չենք ճանաչում։ Սրանք որոշել են, ասում են, այ մարդ, դուք պիտի իմանաք, թե ինչ ասել է իրական Հայաստան։ Խոսքը սրա մասին է։ Այս մասն եմ ուզում լսեք, ներկայումս արկա չէ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտության տեղորոշման եւ դրա հետագա աջակցության որևէ համակարգված մոտեցում։ Այսինքն
ամեն դեպքում մեր երկրում կան որոշակի գեղագիտական զարգացմանը նպաստող ինչ-որ բաներ, որը համակարգված մոտեցում չունի, ախպեր ջան։ Էս չեն անում համակարգ, ինչ-որ ցանկապատ են բեմադրել, ասենք բանը, ոտքի դատարանն է գալիս, կամ Փարիզյան դատավճիռնադրամատիկը բեմադրում, պատանի հանդիսատեսում Ռաֆ ու Խենթն են բեմադրում։ Չկա տենց համակարգված բան, պետք է այս հարցը կարգավորել, ընկեր ջան։ Հիմա սրանք որոշել են այս հարցը սենց կարգավորել եւ անհրաժեշտ է, ասում են, որ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները եւ ձևակերպված նպատակադրումները նաեւ գեղագիտական դրսևորում ունենան, հասկացաք, իրանք որոշել են, որ պետք է այդ քաղաքականությունները եւ այդ նպատակադրումները գեղագիտական դրսևորումներ ունենան, այսինքն իրական Հայաստանը պետք է գեղագիտական դրսևորումների շրջանակում ի ցույց դրվի, այս հանճարեղ ոչնչության կողմից ներկայացված այս ամեն ինչը, որտեվ ինքը գնացել է ասում է, հա ինչ էս ցանկապատը, հա ինչ, վերջն ինչ էիք ուզում ասեք, կկանչեք Նիկոլը թո ձեր մոտ ներկայացումներ բեմադրի, Ստանիսլավսկին ա մեր օրերի ինքը, եւ գեղագիտական դրսևորում ունենան ամբողջացնելով, ուշադիր լսեք, եւ տեսանելի դարձնելով դրանք բոլոր հարթություններում, այսինքն այդ գեղագիտական դրսևորումները պետք է տեսանելի լինի եւ բոլոր հարթություններում դրսևորվի դա, հասկացաք խոսքը ինչի մասին է, խոսքը իրանց իրական Հայաստանի մասին է, հիմա ինչա սրան հետևում, ես ուղղակի ասում եմ, որպեսզի դուք զգոն լինեք, նաեւ ես դիմում եմ բոլոր ծնողներին, ովքեր որ դպրոցահասակ երեխաներ ունեն, այդ դպրոցներում, մանկահասակ երեխաների մանկապարտեզներում, այս կառավարության հայեցակարգը արդեն կա եւ այս ամեն ինչը ի ցույց եւ շատ արագ ընթացք է ունենալու, ոնց որ թե մութը ընկավ, բայց ամեն դեպքում, քանի որ Ռոմանոսենք մեր լույսերը անջատել են, ես ստիպած դուրս եմ եկել, դրսում եմ նստել, էդ էլ տենց մեր մեջ ասեմ, իմանաք, չկարողացա տնից լայվը անել, ստիպած դուրս եկա, բացօթյա էսին տաղավարից անեմ, զրուցարանից, բայց հիմա էլ մութը ընկավ, դե Ռոմանոսը լույսը կտրել է, քանի որ իրանք շատ ավելի լավ են աշխատում, ոչ լույս ունենք, ոչ ջուր, ասեմ մանակ աշտարակում։ Էսենց, այս սրան հետո կանադառնամ։ Ուրեմն ես հիմա ուզում եմ ասեմ բոլոր թատրոնների խաղացանկերից հանվելու են հայրենիքի նկատմամբ այսպես կոչված իրենց ձևակերպմամբ պատմական Հայաստանին վերաբերող բոլոր տեսակի խաղարկային ներկայացումները Դե ես արդեն նշեցի մի քանի ներկայացում, Խենթը, ճիշտ ասած Խենթը բեմադրելուց հետո պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին գործից հանեցին, ասեմ իմանաք, շատ կոնկրետ գործից հանեցին։ Փարիզյան դատավարությունը դրամատիկական թատրոնում է, իմացեք, էդ էլ են հանելու։ Այնտեղ էլի շատ բաներ կա, ճիշտ ասած, այս պահին չեմ հիշում, եթե հիշում եք ինչ-որ բաներ, որոնք վերաբերում են ցեղասպանությանը եւ Արցախին, իմացած եղեք, որ դրանք բոլորը պետք է հանվեն։ Սա իր հետ բերում է մի հատ ուրիշ աղետի ալիք, որ դպրոցներում այն որ դասագրքերը այսօրվա դրությամբ ամենախայտառակ վիճակում են բովանդակային առումով, դա ենթադրում է նաև, որ դպրոցներում ապրիլ 24-յան միջոցառումների վրա վետո է դրվելու ուղղակի վետո է դրվելու եւ ապրիլ 24-յան եւ ցեղասպանության ողջակոչման միջոցառումներ ուղղակի արգելվելու է ԿԳՄՍ նախարարության կողմից այս հայեցակարգը գործի դնելուց հետո անմիջապես այսինքն պետք չի հիշատակել պատմական հայրենիքի մասին որևէ բան այս սրիկաների թեզն է երգչախմբերում տարատեսակ համերգասրահներում եւ արտիստներ այն որ երգում եք հասնինք սասունը մտնինք վանը մուշալ աշկերտ դե ինչ որ sense բաներ ունեք փող եք աշխատում այդ երգերի վրա ճիշտ ասած նողկում եմ այդ երգերից մանավանդ այսօր առհասարակ չեմ կարողանում լսել այդ արտիստները Մկրտիչ Արզումանյան եւ Մկրտիչ Արզումանյանի նման շատ էր հիմա բոլորի անունները չեմ ուզում տամ էլի այդ լուր փող աշխատող մասսայի չեմ ուզում տամ լուր փող աշխատող մասսայի դες կարող է ասեմ որ ազգային ազգագրական երգեր չերգեք դա իրական Հայաստանի տրամաբանությունը խաթարում է բայց գիտեք ամբողջ խնդիրը որն է որ ես հիմա կարծում եմ որ դուք թքած ունեք այդ ամեն ինչի վրա կամ է դուք մաքսիմում կարող եք ձեր խոհանոցային խոսակցությունների ժամանակ դրա մասին բարձրաձայնեք ու դուք չեք էլ վիրավորվելու դրանից որտեղ դուք արժանապատվություն չունեք
Որովհետև ձեզնից մեկը ձեն չի հանելու։ Որովհետև ես գիտեմ, որ նույն դրամատիկական թատրոն, Սունդուկյան թատրոն, համազգային թատրոնի նարինկաները, նարինկայաննմանները ձեն չեն հանելու դրա մասին։ Իրանք ասել են, դե որ տենց է որոշում, մենք այդ որոշմանը պետք է ենթարկվենք, չէ՞։ Արցախի մասին դուք պիտի չխոսեք։ Պարույր Սևակյան լռելի զանգակատունը, ես հիմա ճիշտ ասած չգիտեմ, կա դպրոցական գրականության մեջ, թե չէ, որովհետև այդ տարիքից երեխեքս դուրս են եկել, չեմ իմանում։ Կա։ Դա միանշանակ հանվելու է։ Ու այդպիսի շատ ու շատ բաներ, որտեղ մենք պիտի դառնանք ոնց Հրանտ Մաթևոսյանն էր ասում, հիշողությունը չունեցող անասուն, սրանք դա են ուզում անեն։ Դու պիտի ապրես իրական Հայաստանում, այդ իրական Հայաստանի կոնցեպտն էլ հələ հարց է, այս իրական Հայաստանը մնալու է, թե չէ սրանց ձեռը։ Սրանք ինչի մասն է խոսքը, սրանք ամեն ինչից են մեզ զրկելու։ Սա է ամբողջ խնդիրը։ Ես կխնդրեի իմ հետևորդները, ովքեր որ այս պահին նայում են կամ ովքեր որ հետո կնայեն, ուղղակի խնդրում եմ ձեզ, եթե կան ցեղասպանությանը նվիրված եւ Արցախին նվիրված, հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված ստեղծագործություններ, ներկայացումներ, համերգներ կամ այդ համերգներում ներառված երգչախմբերի խաղացանկում ներառված ինչ որ կատարումներ եւ այլն, ես խնդրում եմ դրա մասին ինձ գրեք, եթե նույնիսկ վատ եք զգում, որ public այսպես հանրային տակը գրեք, ինձ անձնական նամակով գրեք, որովհետև ես պիտի տեսնեմ, եթե այդ մշակութային օջախները այդպիսի ստեղծագործություններ ունեն ներառված իրենց մշակութային կենտրոններում, թատրոններում, համերգասրաններում կամ չգիտեմ ինչ, ես պիտի հետևողական լինեմ, տեսնեմ այնտեղից դրանք հանվում են, թե չէ, այս հայեցակարգը ընդունելուց հետո, եւ պիտի միանշանակ ես դրանց ներկայացնեմ իրենք ինչպիսի ընդվզում կամ դիմադրություն են ցույց տալիս այս ամեն ինչին։ Ցավոք սրտի մութն ընկավ, Ռոմանոսը մեր լույսերը դեռ չի տվել, որպեսզի ես կարողանամ լույսից օգտվել եւ լույսով նստեմ այս տաղավարում եւ դրա մասին ձեր հետ խոսեմ։ Ես ստիպված պետք է ձեզ հրաժեշտ տամ այս պահին, շնորհակալություն ուշադրության համար, խնդրում եմ այս հարցը պայել օրակարգում, լրատվամիջոցներին նույնպես խնդրում եմ այս հարցը օրակարգում պայել եւ բարձրաձայնել սրա մասին, ինքս երկու հարթակ ունեմ, հայկական երկրորդ հեռուստաալիքը եւ Մեդիահաբ լրատվականը, ես այդ հարթակներում միանշանակ աղաղակելու եմ այս ամեն ինչի մասին, համենայն դեպս ես իմ գործը անելու եմ, սա է հարցը, թե դուք որքանով ձեր գործը կանեք, արդեն ես ձեր հետևից գալու եմ։ Ես պիտի տեսնեմ, թե դուք գոնե հիմա ձեն հանելու եք, թե չէ վախկոտներ։ Ես ձեր հետևից գալու եմ։ Մի հատ տեսնեմ դուք դիմադրություն ցուցաբերելու եք, դրամատիկական թատրոնը դիմադրություն ցուցաբերելու է, եթե Փարիզյան դատավարությունը իր խաղացանկից անեն։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Ռոմանոս մեր լույսերը տուր։ Ես քեզ զգուշացնում եմ, թե չէ հիմա կանրադառնամ քեզ քիչ անց։